Մենք առաջարկում ենք խաղաղություն։ Մենք խաղաղություն ենք եւ այո, նենց եղավ, որ ինքը եղավ վարչապետ։ Եվ այո, մենք ասում ենք, մեզ պետքա խաղաղություն, մեր երկրին պետքա խաղաղություն, այլ պայմաններում ուղղակի հավատացեք, մեր խորը համոզմամբ Հայաստանի Հանրապետության ոչ թե հաջողությունը, ոչ թե զարգացումը, այլ Հայաստանի Հանրապետության որպես անկախ պետություն գոյությունը ինքնին կհայտնվի մեծ կասկածի տակ։ Եվ այս մի առաջարկն է քաղաքացիներին, եւ կա զուգահեռ առաջարկը, չէ, մեզ այս Հայաստանը ընդհանրապես պետք չի, սա մենք թքած ունենք սրա վրա, մեզ պետքա չգիտեմ ինչ Հայաստան։ Կանխակալ դուք չեք որոշում, որ այն մյուս կողմի ուժերը, պատերազմի ուժերը, գուցե նրանք որոշում են իրենց Ջորջան, իրանք են ասում։ Չէ, բայց իրենց գաղափարները թե բանակցություններով են որոշում, պարոն Մեզա, ինչ է։ Լավ, ինչի մասին է խոսքը, դուք մեղադրում եք քաղաքալը, նայեք քաղաքական անճարակության դրսևորում ասա, այն քաղաքական ուժերի կողմից, որոնք մեզ մեղադրում են նրանում, որ մենք ասում ենք, մենք խաղաղության կուսակցություն ունենք եւ մյուսների ասած այնքան անհեռանկար եւ վտանգավոր, որ հանգեցնելու է պատերազմի։ Հիմա այս այնքան ճիշտ է եւ անխոցելի, հələ սրա հոգեբանական կողմն է, որ գալիս են մեզ ասում են լավ էլի այդ մի ասեք, որտեվ ընտրական պայքարում, մրցավազքում մենք կարող է այդքան հաջողակ կլինենք։ Դե հենց հիմա դուք եք ասում, այդ սա դուք ինչ եք նախապես լավ հարցը։ Այո, դուք ինչ եք որոշել, որ օրինակ դուք խոսում եք շատ Քոչարյանի, Ծառուկյանի, Սամվել Կարապետ, ինչ եք որոշել, որ դա մեր քաղաքական իրավունքն է։ Հարցը սպառված է։ Շանտաժ կա, շանտաժ կա, ես այդտեղ շանտաժի էլեմենտ տեսնում եմ, ոչ։ Ինչու ենք անում, լավ ենք անում, դա մեր քաղաքական առաջարկն է եւ տեղալ օրենք խառնում ենք բոլորովին։